Սա արդեն անհնարին է, եթե ես հիմա սա չասեմ, ես կլինեմ անազնիվ, չգիտեմ ինչ, բայց ես ոնց քարոզեմ Աստված, Քրիստոս, ես իմ արդեն, եթե ինձ այսօրն են գցե այն էլ այդքան դիմելուց հետո, հիմա տեսեք, 4 հնարավորություն կա, չէ՞ տեսեք, 18 թվականից, հա ես հիմա կարող եմ այս հոլովակը չձայնագրել, բայց եթե չասեմ, ես կլինեմ անազնիվ։ Ուրեմն 18 թվականին մինչև այդ տականքները Սերժիկ այդ սատկած դժոխքի ապրանքի ինձ այնքան վնաս են տվել հանցագործությունները ուղղակի իմ նկատմամբ կատարել հազիվ ես փախա թռակի եմ մի հատ ղախպի ծնունդ խափեց ինձ արխայնացրեց ասես քեզ այդտեղ հա օրենքով ընդ հասնում է քաղաքացիությունը խափեց ինձ ասես ես կանեմ եթե չխափեր ես ինքս կհոգայի իմ առաջացած այդ խնդիրները բայց խափեց այլանդակը արխայնացրեց ես սկսեցի այդ տականքների դեմ արդեն խոսել Նիկոլ Ալենչի քրպել եւ այլն տականքների սրիկաների չեն փոշմանը հետո խափեց ղախպի ծնունդը արդեն 3 ամիսներ անցել էր եկան մեթերը մուսորները եւ այլն կարոջը շատ են պատմել ինձ դեպորտաժ փաստորեն Ուկրաինայից հետո անգա Մոլդովա միգրացիոն Համի տեսեք այդ 3 ամիս բեզվիզ ռեժիմը խախտելու համար 4 Ուկրաինա տականքները սրիկան 4 տարով խփին դեպորտ Զաբարոնը ես արկելվում եմ մուտքը ձեր մայրիկը ֆակեմ Ուկրաինացիների ես կարկել եմ вообще մուտքը ինձանից կախված լինի մուտքը Հայաստան Մոլդովայում քանի անգամ հոլովակներում պատմել եմ միգրացիոները բառացիորեն հետևիցս լարված էին փախն բառացիորեն դուրը չէի բացում վրեկներում փախնում էի հասկանում ու այդ վտանգ է հեսա քեզ կդեպորտացնենք հեսա առաջի խոսքերից ղախպեկի քեզ կդեպորտացնենք ղախպի ծնունդներ ինչքան պերեժիվաները լավ է այդ բաստաբաններով դատարաններ մերժեց երկու եւ այլն կարճ ասած հիմա եկա որ ես 18 թվականից արդեն քանի տարի է նույն բանն է արա ես չեմ հասկանում Աստծուն 7 տարուց ավել անցել է չէ ահա դիմել էի Աստծուն դիմել էի տեսեք այս Չեռնագորիայից ղախպատեղը դիմեցի օրինակ կան կարգով դիմեցի որ ինձ ստատուս տան հիմա տեսեք 4 հնարավորություն չէ Աստծուն էլ է դիմել կարային քանի ձևով ես դիմել եմ որ իմ ազնագիրը ուղարկեն տարբեր միջոց տարբեր կազմակերպություններ ոչ ամեն ինչը Աստծու ձեռն է չէ բաբունց Աստծու ձեռն է ես էլ ոնց Աստված քարոզեմ արա ազնագիրս ես ուրիշինը չեմ ուզում արա այդ ինձ բան չի որ ուրիշին մի տուր ինձ տուր ազնագիրս չէ այդքան դիմեցի Աստծուն չէ ես էլ ոնց Աստված քարոզեմ սիկտիր արա կամ ստատուս կարային ստատուս տան չէ Աստծու ձեռն է չէ բա ոնց Աստծու չտվեց արա սիկտիր արա Երբ ուկրաինացիներին ավտոմատ տալիս են բոլորին, նրանց վտանգ է սպառնում իրենց երկրի։ Իմ երկրում վտանգ ինձ չի սպառնում, գիտեք ինչ ձևակերպումով մերժեցին, այստեղ ղախպայից միգրացիոն։ Ասում է Հայաստանն ասում է, դեմոկրատ երկիր է, քեզ բան չի, բայց սատանա ռեխները ձեր ֆակ եմ ես։ Երկրորդ հնարավորությունը, ուրեմն, չէ, երկուսը ասեցի, հիմա երրորդ հնարավորությունը, բացի դրանից կարա մի հատ փաստաթուղթ տան ստատուս չէ, որով ես սահմանս զատեմ, չէ, որ գնամ ուրիշ երկրում փորձեմ, ինչ-որ ստատուս ստանալու, բայց դա նաև փաստաթուղթ է, չէ, դա էլ յոք, չէ, ոչ, Աստված Աստծու ձեռն է, ես էլ ոնց Աստված քարոզեմ, արա, արա այսքան, դաժե ես հոլովակներում, որ իմ ալիքը նայք, այս ալիքը նայք, արդեն մի տարուց ավել է, ես ինչքան եմ դիմել, ոչ, ամեն ինչ Աստծու ձեռն է, 3 հնարավորությունը կա, չէ, Աստծու չտվեց, ու մի հնարավորությունը արդեն հնչեցրել են, ասում է հեսա, որ դատարանը քեզ մերժի, քեզ Հայաստան եք ուղարկում, ղախպա Աստված ղախպա, ուրիշ հնարավորություն չկա, ես չեմ կարա, Աստված ղախպա է, այս 8 տարի այդ վտանգը, քեզ կդեպորտացնենք Հայաստան, մաման ֆակ եմ, ես չեմ հասկանում, արա, բա Անձնագիր ինձ չեք տա, այդ հնարավորությունը չի լինի, ստատուս չեք տա անձի, չեք տա մի հատ
փաստաթուղթ է տամ ուրիշ երկիր։ Ինչի՞ չի լինի։ Սա արդեն հնչեցել է փաստաբանը դա բանը հնչացրել։ Այդ փաստաբանը բողոքարկելով այս միգրացիոնը եւ այլն։ Ասել է նշել է ինքը ես իրան ծանոթ ինքը տեղյակ էլ է Հայաստանում ինչա կատարվում։ Ինչ բեսպրեդել է։ Մեկի ուրիշ կազմակերպություններ կար, այդ մոռացա ապրեի 3 տարի։ Ասում եմ մենք օգտվում ենք այդ փախստականներին եւ ովքեր վերադառնան, եթե ուզում են վերադառնալ, եթե փաստաթուղթ չունի եւ այլ, ասում եմ մի րոպե, ո՞նց եք դուք օգնում։ Ասում եմ կապտվում ենք ձեր երկրի հյուպատոսական, եսիմիջ, ասում եմ դե որ կապնվում ես, խնդրեմ։ Զապրոսարա ռեկվեստ արեք իմ ազնագիրը ուղարկեն, օրենքով իրանք ուղարկում են։ Ասում եմ չէ, մենք քեզ միայն Հայաստան ուղարկենք։ Փաստաբանը նույն բանն ասում։ Ղախպա Աստված, ուրիշ հնարավորություն չկա։ Աստված դու ղախպա ես։ Բլասֆեմա էլ ուզում, անլսի, ղախպա Աստված։ Այս 7 տարուց ավելա ընտի պահել ես այս ղախպության մեջ, արա ես ինձ զսպում էի, ես չեմ կարա զսպեմ։ 8 տարի է քեզ հեսա կուղարկենք այդ սրիկաների ձերքը, ովքեր Նիկոլ Ղախպիցյանուների ձերքը, ովքեր այսօր պղծում են իրան թուլատ եկեղեցին են պղծում, թալանը օրինականացրած թալանում են, ինձ էլ մի հատ ազնագիր չես տալիս, արա ես այսքան դիմել եմ մինչև այդ հոլովակները ձայնագրելը, Աստված ղախպա է Աստված։ Ես չեմ կարա ոչ Աստված քարոզեմ, ոչ Քրիստոս։ Աստված ղախպա է, բայց ես ինչի պետք է առանց փաստաթուղթ մնամ ստե։ Ես այսքան դիմել եմ տարբեր միջոցներով, տարբեր ձևերով դիմել եմ Աստծուն, ասում Աստծուն չի կարելի բան ասել, բայց ես 8 տարի ինձ այս բանի տակ ես կարամ մնամ 8 տարի, համար ես 8-րդ տարին է, էլի, քեզ հեսա կուղարկենք այդ շների ձեռքը, կուղարկենք, դու քունեմ այդ Հայաստանի մաման քունեմ, վերացրա այդ Հայաստանը ինչ ես անում, չես ընձի այսքան բան անում, կարելի է համբերել, ինչքան համբերեմ, արա։ Ես էլ ուրիշ բաների մասին չեմ խոսում, տարական ոչ կոշիկ ունեմ արես, ոչ շոր ունեմ, ոչ մի բան չու, ոչ հնարավորություն ունեմ փող աշխատելու, ես փող չկա, որ կոշիկ գնեմ, ես շապատներով ասते անձնևները ոտերս թաց ման եմ գալիս, սաղորը, Քրիստոս ասում է, գիտես ինչ կա մարդուն, ասում է, դու անձամբ քո մասին հոգալով ոչինչ փոխել չես կարա, ես գիտեմ, ես չեմ երկում, դրա համար դիմել եմ Աստծուն, Քրիստոսին, մաման ֆակ եմ արա մի քանի տարի առաջ, դիմել եմ, ասում եմ փաստաթուղթս տվեք, արա, համի մեկը կասի սա թուլություն այն, ես բողոք, բայց ես ինչի պետք է առանց ազնագիր մնամ, ասում է, այնտեղ գիտեք հոլովակներ կան, ասում է մարդը գնում է բան, իրոք այդ կլինիկական մահից ընկել է բան, դե հրեշտակները եսի միջեր են խոսում, ասում են կա դժող, կա բան, այդ հրեշտակներին ուզում եմ մի հատ մաման ֆակ եմ, ուզում եմ մի հատ ասեմ այդ հրեշտակներին, ղախպեք, հələ մի հատ յուրաքանչյուրիդ իջեք, մարդացեք, հələ մի հատ ես, ինչի պետք է ես առանց անձնագիր մնամ, Աստծուն բան ասել չի կարելի, ղախպա է Աստված, ինչի ես այսքան դիմելուց հետո 3 հատ հնարավորություն կա, որ 3 ձևի փաստաթուղթ է, չէ, քեզ ասում է սիտիր անենք, ինչի ղախպա Աստված ղախպա է, ու պրիտում ես այս վաղուց եմ ասել, վաղուց, որ իմ համբերությունները վաղուց անցել են, ամեն նյութ ունի իր ուժը, չէ, չի կարելի, ես վաղուց ջարդվել եմ, ղախպա Աստված, ինչի ես այսօր ինձ գցել, որ ինչ անես, ղախպա Աստված, փորձա վրես ինչ ես փորձում, ղախպա Աստված, էլ ինչ ասեմ, բայց էլ ինչ ասեմ, եթե ես այսքանը չասեի, ես էլ կնեի անազնիվ, ես չէի ելնի, Աստված ղախպա է, ոնց կարամ ես էլ ասում, որոշ հարցերը էլ ինչ, արա ես ուզում ես մի հատ ուղիղ մի հատ այդ հրեշտակներին, ինչքան հրեշտակներ ունի, առաքյալներին, ով Աստծու կողմը, Գաբրիել, այնտեղ հրեշտակապետ, ես ինչի պետք է առանց անձնագիր մնամ, ղախպա հրեշտակ, մի հատ Աստծուն ինչի չեք ասում, ինչի պետք է ես այս վիճակում մնամ, ինչի համար, ղախպեք, ինչի համար, Համիտես, ենթադրեք ես ինչ-որ հարցերը քրիստոնեական ուսուցման,
ինչ որ հարցերը ավելի լավ թիրապետում, ավելի ճշգրիտ գիտեմ եւ այլ, բայց այն չի ասեմ, ոնց կարամ ես ասեմ, ղախպա, եթե ես Քրիստոս այդ կան դիմել եմ, ղախպա, ու ոչ մի բան արա։ Մի հատ փաստաթուղթ չունեմ, որ գնամ մի հատ էժան երկիր, որ մի հատ աշխատեմ, որ մի հատ կոշիկ առնեմ։ Ես չունեմ ու այդ ուգրոզան այս վտանգը, հեսա քեզ հետ կուղարկենք, հես մաման տրակի արա։ Ով կդիմանա ես 8 տարի այդ ղախպությունն արա։ Ղախպա Աստված։ Չեմ ոնց քարոզ Աստված քարոզեց, եթե քո վրա, եթե ես իմ վրա այսօրն եմ։ Ինչ քրիստոնեություն, մաման տրակի, եթե ես այսօր Քրիստոսի դիմել եմ, Քրիստոսի խաթր համար դիմել եմ Աստծուն, ոչ մի բան, ոչ մի փաստաթուղթ չունեմ։ Միևնույն ժամանակ Աստված թույլ է տալիս այդ ղախպեկին, այդ Նիկոլը, ինչ ասես այդ հալանում են, ինչ այլանդակություն ասես, ինչ ասես անում են։ Ես ինչի պետք է առանց փաստաթուղթ կան, ստեղի կառավարությանն եմ դիմել։ Տեղյակ են գիտեմ, բայց ինչի պետք է առանց փաստաթուղթ։ Ամեն ինչը Աստծո ձեռն է, Աստծո։ Քրիստոսը ասում է, ոչինչ քո մասին, դու քո մասին հոգալու, բա ղախպա, դե դու հոգա, չես խանգարում ուզի։ Դե դու ինչի պետք է ղախպա Քրիստոս։ Բա ինչ ասեմ արա։ Քրիստոսին տված է աջ կողմն է Աստծո նստած, ողջ իշխանությունը տրված է։ Ես ինչի պետք է առանց անձնագիր մնամ հիմա այս վիճակում։ Ղախպա Քրիստոս։